Առանձնատունը սառն էր, խիստ ու լուռ, ինչպես այնտեղ բնակվող տղամարդը։ Մինչ որ մի նոր ներկայություն հայտնվեց, աչքերում լույսով ու հոգում խառնաշփոթով։ Կարճ ժամանակում նա փոխակերպեց տան յուրաքանչյուր անկյունը այդ տղամարդու սիրտը։ Բայց զգալու վախը սպառնում է այն ամենին, ինչ սկսել է ծաղկել նրանց մեջ։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեզ, բաժանորդագրվեք ալիքին գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի։ Լոն Թադոսյանը Երանում հայտնի էր որպես մի մարդ, որը երբեք չէր ժպտում։ 38 տարեկանում նա պողպատից ու սառույցից հիմքերի վրա ֆինանսական կայսրություն էր կառուցել։ Նրա ներդրումային ընկերությունը գերիշխում էր շուկայում, գործերը ծաղկում էին, իսկ անունը քաղաքի կենտրոնի գրասենյակների միջանցքներում արձագանքում էր հարգանքի վախի խառնուրդով։ Բայց կենտրոնում գտնվող իր շքեղ առանձնատանը, կորպորատիվ աշխարհի հայացքներից հեռու, նա ընդամենը միայնակ մարդ էր, որն ապրում էր լռության պալատում։ Տունը նրա ամրոցն էր։ 3 հարկ, իտալական մարմարից, հսկայական պատուհաններ, որոնք շրջանակում էին ներքում փռված քաղաքը, մինիմալիստական կահույք, դասավորված միլիմետրային ճշգրտությամբ։ Պատերին նկարներ չկային, ծաղկամաններում ծաղիկներ։ Ամեն ինչ ֆունկցիոնալ էր, մաքուր, վերահսկվող։ Ինչպես նրա կյանքը։ Ինչպես նրա սիրտը։ Լոնը ժամանակ չուներ մանրուքների համար։ Արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, հետում էր մարզումների խիստ գրաֆիկին, առանց շաքարի սուրճ էր խմում, վերանայելով ֆինանսական հաշվետվությունները, գնում էր գրասենյակ, մինչ առը լրիվ կբացվեր։ Ուշ գիշեր էր վերադառնում, միայնակ ընթրում էր հսկայական ճաշասրահում բարձրանում ննջարան, առանց որը մեկի հետ բառ փոխանակելու։ Նրա տան աշխատողները գիտեին, որ լռությունն օրենք է։ Արդյունավետությունը պարտադիր։ Սխալները անթույլատրելի։ Վերջին 6 ամսում Լոնն աշխատանքից հեռացրել էր 4 սպասուհու։ Առաջինին, որովհետ մաքրություն անելիս երգում էր։ Երկրորդին, որովհետ հանդգնել էր հարցնել, թե արդյոք նա հյուրասենյակում թարմ ծաղիկներ կնախընտրի։ Երրորդին, որովհետ կոտրել էր չեխական բյուրեղապակյա մի գավաթ, որը պատկանել էր մորը։ Չորրորդին, որովհետ պարզապես խղճահարությամբ էր նայել իրեն։ Լոնն ատում էր խղճահարությունը։ Ատում էր իրեն ուղված ցանկացած զգացմունքի դրսորում։ Այդպես, մարտի մի անձրոտ երկուշաբթի օր, կադրային գործակալությունից զանգահարեցին վերջնական առաջարկով։ Տիկին Սոնան, պատասխանատուն, հավաստիացրեց, որ կատարյալ թեկնածու ունի։ Հանգիստ, զուսպ, գործիմաց։ Լոնն առանց մեծ մի համաձայնեց։ Արդեն ոչ wokից առանձնապես ոչինչ չէր սպասում։ Մարինե Կարապետյանը հաջորդ առավոտյան ժամանեց, իր հետ բերելով հին ճամպրուկ մի ժպիտ, որը լուսավորեց նախասրահն այնպես, կարծես ինչ-որ մեկը միանգամից վառել էր բոլոր լույսերը։ Նա 26 տարեկան էր, ուներ խառը շագանակագույն մազեր, հավաքված անփույթ պոչիկով, կանաչ աչքեր, որոնք կարծես ամբողջական փոթորիկներ էին պահում իրենց մեջ։ Հագին խունացած ջինսե տաբատ էր սպիտակ, հասարակ բլուզ։ Նրա մեջ ոչինչ չէր համապատասխանում այդ առանձնատան ստերիլ շքեղությանը։ Լոնը նրան նայում էր աստիճաններից։ Նա ներս մտավ, սայթաքելով սեփական ճամպրուկի վրա, թաց հովանոցը գցեց մարմարե հատակին մի ճիչ արձակեց, երբ դղրդյունը տարածվեց տան մեջ։ Կրակոց, նա մտածեց, թե կրակոց էր։ Մարինեն մեծացել էր Շենգավիթի աղմկոտ թաղամասերից մեկում, որտեղ հրավառությունն ու մեքենաների ազդանշանները առօրյա կյանքի անբաժանելի մասն էին։ Մարմինն ավելի շուտ արձագանքեց, քան միտքը, նա նետվեց հյուրասենյակի բազմոցի հետը։ Լոնը ծանր քայլերով իջավ աստիճաններով։ Երբ հասավ հյուրասենյակ, գտավ Մարինեին կծկված, դողացող, ձեռքերը գլխին։ Ինչ գրողի տարածն ես անում այստեղ, ասաց նա կտրուկ ձայնով։ Մարինեն աչքերը բարձրացրեց, տեսավ մի բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդու, հագին անթերի մոխրագույն կոստյում։ Նրա դեմքը մարմարե քանդակ էր հիշեցնում։ Քառակուսի ծնոտ, մուգ ու դատարկ աչքեր, մի բերան, որը կարծես մոռացել էր, թե ինչպես ժպտալ։ Նա զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել, այժմ բոլորովին այլ պատճառներով։ Ես մտածեցի, որ կակազեց Մարինեն, դանդաղ բարձրանալով։ Կներեք։ Աղմուկից էր։ Ես վախեցա։ Լոնը ոչինչ չասաց։ Պարզապես նայեց նրան այն անսասան արտահայտությամբ, որը փորձառու գործարարներին ստիպում էր դողալ ժողովների ժամանակ։ Հետո շրջվեց ուսի վրայով ասաց. Խոհարարուհին քեզ ցույց կտա պարտականությունները։ Աղմուկ չեմ ուզում։ Զրույցներ չեմ ուզում։
Սխալներ չեմ ուզում։ Հասկանալի։ Մարինեն թուքը կուլ տվեց գլխով արեց, թե գիտեր, որ նա չի նայում։ Առաջին օրերը վերահսկվող աղետ էին։ Մարինեն իսկապես փորձում էր հետել կանոններին։ Բայց նրա մարմինը չէր հասկանում լռության գաղափարը։ Նա աննկատ երգում էր սրբիչները ծալելիս։ Պարում էր փոշեկուլով մաքրելիս։ Միայնակ ծիծաղում էր, հիշելով ինչ-որ հին կատակ։ Նրա էներգիան փոթորկի պես էր, փակված ապակե տուփի մեջ։ Լոնը զգում էր նրա ներկայությունը տան յուրաքանչյուր սենյակում, նույնիսկ երբ նա այնտեղ չէր։ Կարծես Մարինեն գույն էր բերել ու սպիտակ աշխարհ, նա ատում էր դա։ Ատում էր, որովհետև դա նրան ստիպում էր զգալ։ Իսկ զգալը վտանգավոր էր։ Մի գիշեր, կեսգիշերից հետո գրասենյակից վերադառնալով, Լոնը գտավ Մարինեին հյուրասենյակում, կարմրած աչքերով, որը մեղմորեն լաց էր լինում, ջրելով բույսերը, որոնց գոյության մասին նա անգամ չգիտեր։ Հիմա ինչ է պատահել, հարցրեց նա հոգնած։ Մարինեն արագ սրբեց արցունքները, բայց չկարողացավ թաքցնել խեղդված ձայնը։ Այս պտերը։ Այն սատկեց։ Ես փորձեցի փրկել, բայց չկարողացա։ Պարզապես նրան էր պետք, գիտեք։ Ես դրեցի այնտեղ, պատուհանի մոտ, բայց բավարար չէր։ Նրան ավելին էր պետք։ Իսկ ես չտվեցի։ Լոնը մնաց կանգնած, նայելով այն կնոջը, որը լաց էր լինում սատկած բույսի համար, մի տարօրինակ բան տեղի ունեցավ նրա կրծքում։ Մի ջակ։ Փոքր, գրեթե աննկատ։ Բայց այն կար։ Դա ընդամենը բույս է, ասաց նա, բայց ձայնն ավելի քիչ կոշտ հնչեց, քան մտադրվել էր։ Մարինեն նայեց նրան արցունքներից փայլող կանաչ աչքերով։ Ոչինչ, ընդամենը չի լինում։ Ամեն ինչ կարոր է։ Նույնիսկ փոքր բաները։ Հատկապես փոքր բաները։ Նա դուրս եկավ սենյակից, Լոնին մենակ թողնելով սատկած պտերի մի զգացմունքի հետ, որը նա չէր կարողանում անվանել։ Հաջորդ օրերն էլ ավելի դժվար էին։ Մարինեն մի վիճակ ուներ, որը երբեք ոչ ոքից չէր թաքցրել, որովհետև չգիտեր ինչպես թաքցնել։ Նրա տրամադրությունը փոփոխվում էր ինչպես բուռն ալիքներ անհանգիստ ծովում։ Որոշ օրեր նա արթնանում էր պայծառ, բարձր երգում էր, բոլորի համար նրբաբլիթներ պատրաստում, էներգիա տարածում տան մեջ։ Այլ օրերին հազիվ էր դուրս գալիս սենյակից, նայում էր դատարկությանը, զգում աշխարհի ողջ ծանրությունն իր ուսերին։ Լոնը չէր հասկանում։ Չէր հասկանում, թե ինչպես կարող է մեկը միաժամանակ այդքան տարբեր մարդիկ լինել։ Չէր հասկանում, թե ինչու նա չի կարողանում պարզապես վերահսկել իր զգացմունքները։ Բայց տարօրինակ կերպով նրան աշխատանքից չհեռացրեց։ Պետք է հեռացներ։ Դա ակնհայտ էր։ Տրամաբանական։ Բայց չկարողացավ։ Մի 5 շաբթի օր, երբ Լոնն աշխատում էր տան գրասենյակում, ամեն ինչ փոխվեց։ Մարինեն առանձնատանը մենակ էր, մաքրում էր երկրորդ հարկը։ Խոհարարուհին գնումների էր գնացել, իսկ վարորդը մեքենան տարել էր տեղսնման։ Հազվադեպ էր տունն այդքան դատարկ լինում, Մարինեն վայելում էր լռությունը։ Դե իր լռությունը, որը ներառում էր հին երգի մեղմ երգեցողությունը, կահույքը սրբելիս։ Հենց այդ պահին նա տեսավ խավարասեր։ Հսկայական։ Այն զզվելի ալեհավաքներով, որոնք շարժվում էին պարսկական գորգի վրա։ Մարինեն մի ճիչ արձակեց, որն արձագանքեց ամբողջ տան մեջ։ Նա շատ լավ որակներ ուներ, բայց միջատների հետ գործ ունենալու համարձակությունը հաստատ դրանցից չէր։ Վերցրեց դեմքի սրբիչը, որը տանում էր լոգարան, սկսեց վազել խավարասերի հետից, ճչալով, ցատկոտելով, մի հուսահատ ու քաոսային պարի մեջ։ Խավարասերը վազում էր։ Մարինեն վազում էր հետից։ Միջատը բարձրանում էր պատով։ Մարինեն նետում էր սրբիչը։ Վրիպում էր։ Խավարասերն ընկնում էր։ Մարինեն նորից ճչում էր։ Լոնը լսեց աղմուկը գրասենյակից դուրս վազեց, կարծելով, թե տուն են ներխուժել։ 3 ցատկով բարձրացավ աստիճանները, սիրտը տարիներ շարունակ առաջին անգամ արագ բաբախում էր մի բանից, որը զայրույթ կամ հիասթափություն չէր։ Երբ հասավ երկրորդ հարկ, տեսավ Մարինեին, որը հետ-հետ էր վազում, նայելով հատակին, սրբիչը ձեռքերում, բոլորովին անտեղյակ, որ ինքը մոտենում է նրան։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարծես դանդաղեցված կադրերով էր։ Մարինեն սայթաքեց սեփական ոտքերի վրա։ Մարմինը թռավ առաջ։ Լոնը փորձեց խուսափել, բայց արդեն ուշ էր։
Նրանք ուժգին բախվեցին։ Նրա կշիռը հավասարակշռությունից հանեց Լոնին։ Երկուսն էլ ընկան միջանցքի հատակին, Մարինեն նրա վրա, դեմքը սանտիմետրեր հեռու նրանից, մազերը վարագույրի պես թափված նրանց շուրջ։ Մի հավերժական պահ ոչ ոք չշարժվեց։ Լոնը զգաց նրա մարմնի ծանրությունն իր վրա, ջերմությունը, նրա արագացած շնչառությունն իր այտին։ Զգաց ծաղիկների էժանագին բույրը, որը նա օգտագործում էր։ Զգաց նրա սրտի բաբախյունն իր կրծքին։ Եվ 8 տարվա մեջ առաջին անգամ, երբ վթարից կորցրել էր ծնողներին ստանձնել ընտանեկան ընկերության ու կրտսեր եղբոր պատասխանատվությունը, Լոնը զգաց, որ ողջ է։ Մարինեն նայեց այդ մուգ աչքերի մեջ, տեսավ մի բան, որ չէր սպասում տեսնել։ Ցավ։ Հին, խորը ցավ, պահված վերահսկողության շերտերի ու շերտերի հետում։ Նա տեսավ մի կոտրված մարդու, որը հուսահատորեն փորձում էր ամբողջական ելալ։ Կներեք, շշնջաց Մարինեն, բայց չշարժվեց։ Իջիր վրայիցս, պատասխանեց Լոնը, բայց ձայնը խռպոտ հնչեց, առանց համոզմունքի։ Վերջապես Մարինեն բարձրացավ, ձեռքը մեկնելով նրան օգնելու։ Լոնն անտեսեց ձեռքը ինքնուրույն ոտքի կանգնեց, ուղղելով կոստյումը, վերականգնելով սառցե դիմակը։ Խավարասեր կար, բացատրեց Մարինեն, դեռ շունչը կտրված։ Նկատեցի։ Նա հսկայական ալեհավաքներ ուներ։ Ինձ չի հետաքրքրում խավարասերի ալեհավաքները, Մարինե։ Բայց նա ինձ շատ տարօրինակ ձով նայեց։ Լոնը փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Կյանքում առաջին անգամ նա չգիտեր, ծիծաղի, թե գոռա։ Որոշեց ոչ մեկը չանել։ Վերադարձիր աշխատանքիդ, ասաց նա, շրջվելով։ Բայց մինչ աստիճաններով իջնում էր դեպի գրասենյակ, Լոնը ձեռքը տարավ կրծքին, որտեղ Մարինեի սիրտը բաբախել էր իր սրտի դեմ։ Եվ սարսափով ու հիացմունքով հասկացավ, որ չի կարողանում դադարել մտածել այդ պահի մասին։ Հաջորդ օրերին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Լոնը սկսեց նրան հետել, երբ կարծում էր, թե նա չի նայում։ Նկատում էր, թե ինչպես է նա երգում նախաճաշ պատրաստելիս։ Ինչպես է միայնակ ծիծաղում ինչ-որ զվարճալի մտքից։ Ինչպես են աչքերը փայլում, երբ խոհարարուհուն մանկության պատմություններ է պատմում։ Ինչպես նա տաղանդ ունի ամենապարզ բաների մեջ գեղեցկություն գտնելու։ Իսկ Մարինեն իր հերթին սկսեց նկատել մանրամասներ, որոնք ուրիշ ոչ ոք չէր տեսնում։ Ինչպես էր Լոնը սեղմում ծնոտը, երբ հատկապես լարված էր։ Ինչպես էր երբեմն գրասենյակի պատուհանից նայում խորը մենակության արտահայտությամբ։ Ինչպես էին ուսերն աննկատ թուլանում, երբ նա առանց որևէ բան ասելու մի բաժակ տաք սուրճ էր թողնում նրա սեղանին։ Նրանք չէին խոսում։ Հազիվ էին իրար նայում։ Բայց միմյանց ներկայության մշտական գիտակցում կար, որը լցնում էր առանձնատան յուրաքանչյուր սենյակ։ Մի ուրբաթ երեկոյան, երբ Մարինեն խոհանոցում սպասքն էր տեղավորում, Լոնն առաջին անգամ հայտնվեց սովորականից դուրս ժամի։ Նա կանգնած էր դռան մոտ, ձեռքերը գրպաններում, նայում էր նրան։ Դու շատ ես երգում, ասաց նա հանկարծ։ Մարինեն զարմացած շրջվեց։ Կներեք։ Ես փորձում եմ դադարել, բայց դա ինձնից ուժեղ է։ Ինչո՞վ։ Ինչու եմ երգում։ Լոնը գլխով արեց։ Մարինեն մի պահ մտածեց, գծելով ստորին շուրթը։ Որովհետև երբ երեխա էի, մայրս միշտ երգում էր։ Նա ասում էր, որ երգելը հիշելու միջոց է, որ մենք ողջ ենք։ Նույնիսկ երբ ամեն ինչ դժվար էր, հատկապես երբ դժվար էր, մենք երգում էինք։ Այնպես որ ես երգում եմ, որովհետև դա ինձ հիշեցնում է նրան։ Հիշեցնում է, որ ես դեռ այստեղ եմ։ Լոնը երկար լռեց։ Հետո, առանց այլս բան ասելու, շրջվեց դուրս եկավ խոհանոցից։ Բայց այդ գիշեր, պառկած իր դատարկ սենյակի հսկայական մահճակալին, նա հանկարծ մտածեց Մարինեի մոր մասին։ Մտածեց, թե ինչպես էր իր սեփական մայրը նույնպես երգում։ Մտածեց, թե ինչպես էր մոռացել այդ մասին մինչ այդ պահը։ Եվ տարիներ շարունակ առաջին անգամ Լոն Թադոսյանը թույլ տվեց, որ միայնակ մի արցունք գլորվի իր դեմքով խավարի մեջ։ Հաջորդ շաբաթը նոր մարտահրավերներ բերեց։ Մարինեն իր վատ օրերից մեկն ունեցավ։ Արթնացավ, զգալով առանց պատճառի տխրության ծանոթ զգացումը։ Չէր կարողանում ժպտալ, չէր կարողանում երգել, չէր կարողանում ոչինչ զգալ, բացի հսկայական դատարկությունից։ Իր գործերն արեց ավտոմատ կերպով, մեխանիկական շարժումներով, ինչպես մեկը, ով մարմնով ներկա է, բայց հոգով բացակա։ Լոնն անմիջապես նկատեց։ Ատեց, թե որքան շատ նկատեց։
Ատեց, թե ինչպես դա իրեն անհանգստացրեց։ Օրվա վերջում, երբ գտավ Մարինեին նստած հետի սանդուղքի աստիճաններին, նայելով դատարկությանը, նա չկարողացավ պարզապես անցնել գնալ։ Նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Երկար ժամանակ ոչինչ չասաց։ Պարզապես մնաց այնտեղ, կիսելով լռությունը։ Օրեր կան, որ դժվար են, վերջապես ասաց Մարինեն փոքր ձայնով։ Առանց պատճառի։ Պարզապես այդպես են։ Լոնը մտածեց բոլոր այն անգամների մասին, երբ արթնացել էր միայնակ այդ հսկայական առանձնատանը, զգալով աշխարհի ծանրությունն իր ուսերին։ Բոլոր այն գիշերների մասին, երբ նայել էր սենյակի առաստաղին, չկարողանալով քնել, հիշելով պատասխանատվություններն ու կորուստները։ Գիտեմ, պարզապես ասաց նա։ Մարինեն դեմքը շրջեց դեպի նա, զարմացած այդ երկու բառի անկեղծությունից։ Նրանք մնացին այնտեղ նստած, մինչ Արը լրիվ մայր մտավ, առանց այլս խոսք փոխանակելու։ Բայց այդ լռության մեջ նրանց միջ ինչ-որ բան հաստատվեց։ Հասկացողություն։ Փխրուն, բայց իրական կապ։ Երբ Մարինեն վերջապես ոտքի կանգնեց քնելու գնալու, նա նայեց Լոնին ասաց. «Շնորհակալ եմ, որ մնացիք»։ Նա չպատասխանեց։ Բայց երբ Մարինեն արդեն անհետացել էր աստիճաններով, Լոնը շշնջաց դատարկությանը. «Չարժի»։ Եվ հենց այդ պահին, երբ սիրտը բաբախում էր մի ձով, որը նա չէր հասկանում, չէր կարողանում վերահսկել, Լոն Թադոսյանը հասկացավ, որ մեծ փորձանքի մեջ է։ Շատ մեծ։ Որովհետև չափահաս կյանքում առաջին անգամ նա ինչ-որ բան էր զգում մեկի նկատմամբ։ Եվ այդ մեկը հենց այն քաոսի տեսակն էր, որից նա տարիներ շարունակ փորձել էր խուսափել։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Այդ երկուշաբթի առանձնատունն այլ կերպ արթնացավ։ Լոնն ավելի լուռ էր, քան սովորաբար, եթե դա ընդհանրապես հնարավոր էր։ Միջանցքներում անցնում էր Մարինեի կողքով, առանց նայելու, առանց խոսելու, կարծես նա անտեսանելի լիներ։ Մարինեն զգում էր փոփոխությունը սառը քամու պես։ Այն գիշերվանից հետո, երբ նա նստել էր իր կողքին համերաշխ լռության մեջ, Մարինեն ինչ-որ բան էր սպասում։ Չգիտեր, ինչ։ Գուցե մի բարի լույս։ Գուցե մի հայացք։ Բայց չէր սպասում, որ իրեն կվերաբերվեն այնպես, կարծես գոյություն չունի։ Նա փորձում էր չանհանգստանալ։ Փորձում էր կենտրոնանալ գործերի վրա, գլուխը զբաղեցնել։ Բայց անհնար էր անտեսել նրա ներկայությունը, հատկապես հիմա, երբ գիտեր, որ այդ սառցե զրահի հետում մի մարդ կա, որը նույնպես զգում է, նույնպես տառապում է։ Կեսօրին, երբ Մարինեն երկրորդ հարկի գրադարանն էր կարգի բերում, լսեց դռան զանգը։ Արագ իջավ աստիճաններով, ձեռքերը սրբելով գոգնոցին, բացեց դուռը։ Դիմացը մի տղամարդ էր, որը կարծես նորաձության ամսագրից էր դուրս եկել։ Բարձրահասակ, միտումնավոր խառնված շագանակագույն մազերով, լայն ու վստահ ժպիտով, պարզ աչքերով, որոնք փայլում էին մի ուրախությամբ, որը նա վաղուց չէր տեսել։ Հագին շագանակագույն կաշվե բաճկոն էր, ծնկի հատվածում պատռված ջինսեր, ուսին գցած ուսապարկ ուներ, այն անհոգ տեսքով, որը բնորոշ է հաշիվներ չվճարող մարդկանց։ Բար, ասաց նա, ժպիտն էլ ավելի լայնացնելով։ Դուք երի նոր եք այստեղ։ Ես Գագիկն եմ։ Գագիկ Թադոսյանը։ Այս ամրոցում բնակվող մռայլ տղամարդու եղբայրը։ Մարինեն թարթեց, փորձելով ընկալել տեղեկությունը։ Եղբայր։ Լոնը եղբայր ուներ։ Ինչպես նա չգիտեր այդ մասին։ Մարինե, ներկայացավ նա, դեռ զարմացած։ Մարինե Կարապետյան։ Ես այստեղ եմ աշխատում։ Հաճելի է, Մարինե Կարապետյան, Գագիկը մեկնեց ձեռքը, երբ նա սեղմեց այն, Գագիկը մի վայրկյան ավել պահեց, նայելով նրա աչքերի մեջ Լոնից տարբերվող լարվածությամբ։ Մի լարվածություն, որը չէր վախեցնում, բայց անտարբեր չէր թողնում։ Եղբայրս տանն է։ Գրասենյակում է։ Հրաշալի է։ Մի անակնկալ մատուցեմ նրան։ Նա պաշտում է անակնկալները, հեգնանքով ասաց Գագիկը, տուն մտնելով այնպես, կարծես տան տերն ինքն է։ Մարինեն փակեց դուռը, հետեց նրան մինչ գրասենյակ, հետաքրքրված տեսնելու երկու եղբայրների փոխհարաբերությունները։ Թակեց դուռը, հայտարարեց Գագիկի այցի մասին, նախքան հեռանալը, բայց ոչ առանց լսելու Լոնի ձայնը մյուս կողմից։ Այստեղ ի՞նչ ես անում։ Գագիկի պատասխանը լի էր բարի հումորով։ Ես էլ եմ քեզ սիրում, ախպեր։ Ինչքան եմ կարոտել։
Մարինեն ժպիտը դեմքին վերադարձավ գրադարան։ Ուրեմն Լոնը եղբայր ուներ։ Եվ, ըստ ամենայնի, իրենից բոլորովին տարբեր եղբայր։ Հաջորդ օրերը բացահայտող էին։ Գագիկը որոշել էր մնալ անորոշ ժամանակով։ Իմ խումբը դադար է վերցրել, բացատրեց նա Մարինեին խոհանոցում։ Եվ մտածեցի, որ լավ կլինի մի քիչ ժամանակ անցկացնել իմ սիրելի եղբոր հետ։ Ուրիշ եղբայրներ ունեք, հարցրեց Մարինեն, սուրճ պատրաստելով։ Ոչ, ծիծաղեց Գագիկը։ Բայց նրան չասես, որ ինքն է սիրելին։ Գլուխը գգովա։ Մարինեն իմացավ, որ Գագիկը երաժիշտ է, գիթար է նվագում ալտերնատիվ ռոք խմբում, որը համերգներ է տալիս Հայաստանի մարզերի բարերում ու փառատոներում։ Նա Լոնի լրիվ հակապատկերն էր բոլոր առումներով։ Այնտեղ, որտեղ Լոնը լռություն էր, Գագիկը զրույց։ Այնտեղ, որտեղ Լոնը վերահսկողություն էր, Գագիկը իմպրովիզ։ Այնտեղ, որտեղ Լոնը զսպված փոթորիկ էր, Գագիկը թեթ զեփյուռ։ Եվ Մարինեն, որը շաբաթներ շարունակ նավարկում էր Լոնի անձի բուռն ջրերում, թարմացնող համարեց այդքան թեթ մեկի ներկայությունը։ Գագիկը նրան ծիծաղեցնում էր։ Կատակներ էր անում, անհավանական պատմություններ պատմում շրջագայություններից, չափազանցված կերպով նմանակում եղբորը։ Օգնում էր նրան տան գործերում, գիթառ էր նվագում հյուրասենյակում, մի քանի ակորդ սովորեցնում։ Այդ առանձնատուն ժամանելուց ի վեր առաջին անգամ Մարինեն զգում էր, որ կարող է շնչել։ Լոնը հեռվից հետում էր ամեն ինչին, գնալով ավելի մռայլվող արտահայտությամբ։ Տեսնում էր, թե ինչպես է եղբայրը խոհանոցում աշխույժ զրուցում Մարինեի հետ։ Տեսնում էր, թե ինչպես է Մարինեն ծիծաղում այնպես, որ լուսավորում է ամբողջ տարածքը։ Տեսնում էր, թե ինչպես է Գագիկը պատահականորեն դիպչում նրա թին, այն բնական ձով, որով միշտ դիպչում էր բոլորին, զգում էր, թե ինչպես է մի այրող ու անհարմար բան աճում իր կրծքում։ Խանդ։ Լոն Թադոսյանը խանդում էր։ Եվ ատում էր դա։ Մի գիշեր, ընթրիքից հետո, Գագիկը վերցրեց գիթառը, սկսեց նվագել հյուրասենյակում։ Մարինեն մոտակա բազմոցին սրբիչներ էր ծալում, բայց կանգ առավ լսելու համար։ Երաժշտությունը մեղմ էր, մելանխոլիկ, գեղեցիկ։ Սա նոր է, ասաց Գագիկը, երբ ավարտեց։ Հորինում եմ։ Ինչպես էր։ Շատ գեղեցիկ է, անկեղծ պատասխանեց Մարինեն։ Խոսքեր ունի։ Դեռ ոչ։ Ճիշտ բառերն եմ փնտրում։ Կարող եմ օգնել, եթե ուզում եք։ Ես սիրում եմ գրել։ Ոչ պրոֆեսիոնալ, բայց երբեմն ինչ-որ բաներ եմ խզբզում։ Գագիկի աչքերը փայլեցին։ Իսկապես։ Հրաշալի կլիներ։ Լոնը հետում էր գրասենյակի դռան մոտից, անտեսանելի երկուսի համար։ Հետում էր, թե ինչպես են եղբոր աչքերը փայլում Մարինեին նայելիս։ Ինչպես է նա ժպտում այնպես, ինչպես երբեք իրեն չի ժպտում։ Եվ զգաց, թե ինչպես է կրծքում ինչ-որ բան սեղմվում այնքան ուժեղ, որ ստիպված եղավ ձեռքով հենվել պատին։ Շրջվեց բարձրացավ ննջարան, առանց որը մեկը նկատեր նրա ներկայությունը։ Կամ բացակայությունը։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Գագիկն ու Մարինեն հեշտ ու բնական ընկերություն հաստատեցին։ Խոսում էին ամեն ինչից, երաժշտությունից, երազանքներից, անցյալից, ապագայից։ Մարինեն նրան պատմեց իր բարդ մանկության, տների մշտական փոփոխությունների, ոչ մի տեղի չպատկանելու զգացողության մասին։ Գագիկը պատմեց ավագ եղբոր ստվերում մեծանալու, ընտանիքի հետքերով գնալու ճնշման, երաժշտությանը հետելու իր որոշման մասին, իմանալով, որ հիասթափեցնելու է հորը։ Ծնողներիս կորստից հետո էր, բացատրեց Գագիկը մի գիշեր պատշգամբում, մինչ ծխում էր, իսկ Մարինեն թեյ էր խմում, որ Լոնը փոխվեց։ Նա առաջ ուրիշ էր։ Էլի լուրջ, բայց ոչ այսքան փակ։ Ծնողներս 8 տարի առաջ մեքենայի վթարից մահացան։ Լոնը 30 տարեկան էր, ես 22։ Նա թողեց այն ամենը, ինչ անում էր կյանքում, ստանձնեց հորս ընկերությունն ու իմ պատասխանատվությունը։ Երբեք թույլ չտվեց, որ մի բանի կարիք ունենամ։ Բայց նա փակվեց այդ զրահի մեջ ու այլս դուրս չեկավ։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ուրեմն սա էր։ Այն ցավը, որը տեսնում էր նրա աչքերում։ Այն կորուստը, որը նա կրում էր։ Նա երբեք չի խոսում այդ մասին, շարունակեց Գագիկը։ Երբեք չի լացում, երբեք սիրտը չի բացում։ Պարզապես աշխատում է, վերահսկում ամեն ինչ ու բոլորին, ապրում այս բանտում, որն ինքն է կառուցել։ Փորձել եք խոսել նրա հետ այդ մասին։ Սկզբում փորձում էի։
Նա չէր ուզում լսել։ Այնպես որ դադարեցի պնդել։ Յուրաքանչյուրն իր ցավի հետ իր ձով է պայքարում, այնպես չէ՞։ Մարինեն մտածեց իր սեփական ցավերի մասին։ Մանկության մերժումների։ Հոր մասին, որը հեռացել էր նախքան իր ծնվելը։ Մոր մասին, որն անում էր հնարավորը, բայց չէր կարողանում կայունություն ապահովել։ Դեղերի մասին, որոնք 18 տարեկանից խմում էր վերահսկելու տրամադրության տատանումները, որոնք վախեցնում էին իրեն։ Թե ինչպես էր սովորել ապրել ներքին քաոսի հետ, որովհետև այլ ընտրություն չուներ։ Այո, մեղմորեն համաձայնեց նա։ Յուրաքանչյուրն իր ձով է պայքարում։ Գագիկը հանգցրեց ծխախոտը նայեց նրան նոր լարվածությամբ։ Դու յուրահատուկ ես, Մարինե։ Մի լույս ունես, որը մարդիկ չունեն։ Հուսով եմ, դու դա գիտես։ Մարինեն զգաց, թե ինչպես դեմքը տաքացավ։ Շնորհակալ եմ, Գագիկ։ Նա մի փոքր մոտեցավ, մի պահ Մարինեն մտածեց, որ նա կհամբուրի իրեն։ Սիրտը սկսեց արագ բաբախել, բայց ոչ այնպես, ինչպես Լոնի մոտ լինելիս։ Ուրիշ էր։ Ավելի մեղմ։ Ավելի քիչ վախեցնող։ Բայց Գագիկը չհամբուրեց նրան։ Պարզապես ժպտաց ասաց. Գնամ քնեմ։ Բարի գիշեր, Մարինե։ Բարի գիշեր։ Այն, ինչ Մարինեն չտեսավ, Լոնն էր, որը հետում էր վերի հարկի գրասենյակի պատուհանից։ Հետում էր, թե ինչպես է եղբայրը թեքվել դեպի նա։ Ինչպես նա չի հեռացել։ Ինչպես երկուսն այդ պահին այնքան բնական էին թվում։ Նա ուժգին փակեց վարագույրը բռունցքով հարվածեց գրասենյակի սեղանին։ Ձեռքի ցավը ցանկալի էր։ Գոնե դա մի ցավ էր, որը նա հասկանում էր։ Հաջորդ առավոտյան Լոնն արթնացավ մռայլ վճռականությամբ։ Նա թույլ չէր տալու, որ սա շարունակվի։ Չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել, մինչ եղբայրը գրավում է միակ մարդուն, ով տարիներ շարունակ կարողացել էր ներթափանցել իր պաշտպանական պատերի մեջ։ Սովորականից շուտ իջավ նախաճաշի գտավ Մարինեին խոհանոցում մենակ, սուրճ պատրաստելիս։ Նա վախեցավ, տեսնելով Լոնին։ Բարի լույս, ասաց նա, դեռ զարմացած։ Քեզ հետ խոսելու բան ունեմ, ասաց Լոնը հաստատուն ձայնով։ Մարինեն զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Այդ տոնը։ Նա ճանաչում էր այն։ Դա աշխատանքից հեռացնելու տոնն էր։ Իհարկե։ Ինչ է պատահել։ Եղբայրս վաղը գնում է։ Մարինեն թարթեց։ Ինչպես։ Պետք է, որ նա վերադառնա Երան։ Նա պարտականություններ ունի։ Չի կարող այստեղ մնալ զբոսաշրջիկի պես։ Բայց նա ասաց, որ խումբը դադարի մեջ է, ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասել, կտրուկ ընդհատեց Լոնը, ձայնն ավելի կոշտացնելով։ Նա գնում է։ Եվ ես խորհուրդ կտայի, որ հեռու մնաս, քանի դեռ նա այստեղ է։ Մարինեն զգաց, թե ինչպես զայրույթը բարձրացավ։ Ով էր նա, որ ասեր, թե ում հետ կարող է շփվել, ում հետ ոչ։ Ամբողջ հարգանքով, ասաց նա, փորձելով հանգստություն պահպանել, Գագիկը բարի է ինձ հետ։ Նա ընկեր է։ Իսկ ինձ ընկերներ են պետք։ Դու նրանից ոչ մի բանի կարիք չունես։ Իսկ ձեզնից ինչի կարիք ունեմ, պատասխանեց Մարինեն, ձայնը բարձրացնելով։ Հրամանների։ Սառնության։ Այն բանի, որ ինձ վերաբերվեն այնպես, կարծես անտեսանելի եմ մեծ մասամբ։ Լոնը մի քայլ առաջ արեց դեպի նա, մուգ աչքերը կրակի պես։ Դու ոչինչ չես հասկանում։ Ուրեմն բացատրեք, գոռաց Մարինեն, լրիվ կորցնելով ինքնատիրապետումը։ Բացատրեք, թե ինչու եք ինձ վերաբերվում այնպես, կարծես ես խնդիր եմ։ Բացատրեք, թե ինչու չեք կարողանում գոնե մի փոքր բարի լինել։ Բացատրեք, թե ինչու եք այդքան սառը, այդքան փակ, այդքան անհնարին։ Որովհետև այլ ընտրություն չունեմ, մռնչաց Լոնը, առաջին անգամ նրա ձայնը մաքուր զգացմունք էր կրում։ Որովհետև եթե ես իջեցնեմ պաշտպանությունս, եթե զգամ, եթե ինձ թույլ տամ, ամեն ինչ կփլուզվի։ Ամեն ինչ։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Չեմ կարող։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն նայում էր նրան լայն բացված աչքերով, կուրծքը արագ բարձրանում իջնում էր։ Լոնը հասկացավ, որ չափից շատ էր ասել։ Շատ ավելին, քան պետք էր։ Կտրուկ շրջվեց դուրս եկավ խոհանոցից, Մարինեին մենակ թողնելով արագացած սրտի հազարավոր հարցերի հետ։ Գագիկը կես ժամ անց գտավ Մարինեին մառանում լաց լինելիս։
Նստեց նրա կողքին հատակին, ոչինչ չհարցնելով, պարզապես առաջարկելով իր ներկայությունը։ Նա է, այնպես չէ, մի որոշ ժամանակ անց ասաց Գագիկը։ Եղբայրս։ Մարինեն սրբեց արցունքները, բայց չժխտեց։ Ես նկատել էի, շարունակեց Գագիկը մեղմ ձայնով։ Իրականում, սկզբից էլ նկատել էի։ Այն ձը, որով նա քեզ է նայում, երբ կարծում է, թե ոչ ոք չի տեսնում։ Այն ձը, որով նա լարվում է, երբ ես քեզ մոտ եմ։ Լոնը միշտ վատ է կարողացել թաքցնել իր զգացմունքները, հենց այն պատճառով, որ չափից շատ է փորձում թաքցնել։ Մարինեն հեկեկաց։ Ես նրան չեմ հասկանում, Գագիկ։ Չեմ հասկանում, թե ինչու նա չի կարողանում պարզապես խոսել, անկեղծ լինել, իրական լինել։ Որովհետև նա վախենում է, բացատրեց Գագիկը։ Վախենում է կորցնելուց։ Վախենում է բավարար չլինելուց։ Վախենում է, որ եթե ինքն իրեն թույլ տա սիրել մեկին, այդ մարդը կգնա, ինչպես մեր ծնողները գնացին։ Նա կորցրել է բոլորին, ում սիրել է, Մարինե։ Այնպես որ նա որոշել է այլս ոչ ոքի չսիրել։ Բայց հետո դու հայտնվեցիր։ Եվ փչացրիր նրա բոլոր պլանները։ Մարինեն նայեց Գագիկին։ Իսկ դու ինչ ես զգում։ Գագիկը ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։ Դու ինձ դուր ես գալիս։ Շատ։ Դու հրաշալի ես, Մարինե։ Բայց ես այն չեմ, ինչ քո սիրտն է ուզում։ Եվ դա նորմալ է։ Որովհետև ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Նույնիսկ եթե դա իմ այդ համար եղբոր հետ լինի։ Մարինեն ոչինչ չասաց։ Չգիտեր, ինչ ասել։ Որովհետև Գագիկը ճիշտ էր։ Նրա սիրտն արդեն ընտրել էր։ Ընտրել էր անհնարին տղամարդուն, սառցե տղամարդուն, այն տղամարդուն, որը նրան ստիպում էր զգալ ողջ մի նույն ժամանակ սարսափած։ Այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել։ Պառկած առանձնատան աշխատողներին տրամադրվող փոքրիկ սենյակում, նա նայում էր առաստաղին, մտածելով Լոնի մասին։ Մտածելով այն ամենի մասին, ինչ նա ասել էր խոհանոցում։ Մտածելով այն ողջ բեռի մասին, որը նա միայնակ կրում էր։ Գիշերվա 2-ին նա որոշում կայացրեց։ Վեր կացավ, խալաթ հագավ, գիշերազգեստի վրայից բարձրացավ աստիճաններով դեպի Լոնի սենյակ։ Գիտեր, թե որտեղ է։ Երրորդ հարկ։ Երկփեղկ դուռը միջանցքի վերջում։ Կանգնեց դրան դիմաց, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ երդվում էր, թե նա կլսեր մյուս կողմից։ 3 անգամ խորը շունչ քաշեց։ Եվ թակեց։ Լռություն։ Նորից թակեց։ Դուռը բացվեց։ Լոնը գիշերանոցի տաբատով էր, առանց վերնաշապիկի, մազերը խառնված, աչքերը քնաթաթախ, բայց անմիջապես զգոնացան տեսնելով նրան։ Ինչ սկսեց նա, բայց Մարինեն ընդհատեց։ Ես մի բան պետք է ասեմ։ Եվ եթե հիմա չասեմ, այլս երբեք համարձակություն չեմ ունենա։ Լոնը կանգնած մնաց, ձեռքը դեռ դռան վրա, մկանները լարված։ Ես գիտեմ, որ դու վախենում ես, սկսեց Մարինեն, ձայնը դողալով։ Ես գիտեմ, որ դու մարդկանց ես կորցրել։ Ես գիտեմ, որ դու այս պատն ես կառուցել քեզ պաշտպանելու համար։ Բայց ես նա գիտեմ, որ այդ պատի հետում մի մարդ կա, որը զգում է։ Որը տառապում է։ Որը մեկի կարիք ունի այնքան, որքան ես։ Եվ ես այստեղ եմ, Լոն։ Հենց այստեղ, քո դիմաց, ուզում եմ ներս մտնել։ Ուզում եմ մնալ։ Ուզում եմ ճանաչել քո բոլոր այն կողմերը, որոնք դու թաքցնում ես։ Այնպես որ, խնդրում եմ, թույլ տուր ներս մտնեմ։ Թույլ տուր քեզ իսկապես տեսնեմ։ Լոնը փակեց աչքերը, ձեռքերը բռունցք արեց։ Դու չգիտես, թե ինչ ես խնդրում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ խնդրում։ Ես մի շանս եմ խնդրում։ Խնդրում եմ, որ անկեղծ լինես ինձ հետ։ Խնդրում եմ, որ դադարես ձացնել, թե ոչինչ չես զգում։ Երբ Լոնը նորից բացեց աչքերը, դրանցում մի ուրիշ բան կար։ Մի բան հում, բացահայտված, վախեցնող։ Նա մի քայլ արեց դեպի նա, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Դու անկեղծություն ես ուզում, ասաց նա ցածր ու լարված ձայնով։ Ահա քեզ անկեղծություն, Մարինե։ Դու ինձ խելագարեցնում ես։ Այն պահից, երբ մտար այս տուն։ Յուրաքանչյուր երգ, որը դու երգում ես, յուրաքանչյուր ժպիտ, որը դու տալիս ես, յուրաքանչյուր արցունք, որը դու թափում ես, քո մեջ ամեն ինչ ինձ կլանում է մի ձով, որի հետ ես չգիտեմ ինչպես վարվել։
Եվ երբ ես տեսնում եմ եղբորս քեզ մոտ, երբ տեսնում եմ, թե ինչպես է նա քեզ ծիծաղեցնում այնպես, ինչպես ես չեմ կարողանում, ես ուզում եմ ջարդել ամեն ինչ իմ շուրջը։ Սա է այն, ինչ ես զգում եմ։ Սա է իմ անկեղծությունը։ Մարինեն չէր կարողանում շնչել։ Օդը լրիվ անհետացել էր նրա թոքերից։ Լոնն այնքան մոտ էր հիմա, որ նա կարողանում էր զգալ նրա մարմնից եկող ջերմությունը։ Ուրեմն ինչու ես ինձ վերաբերվում այնպես, կարծես գոյություն չունեմ, շշնջաց նա։ Որովհետև դա միակ ձն է, որով ես գիտեմ, թե ինչպես պահպանել վերահսկողությունը։ Որովհետև եթե ես ինձ թույլ տամ մոտենալ քեզ, ես գիտեմ, որ լրիվ կկորցնեմ ինձ։ Իսկ ես չեմ կարող ինձ կորցնել, Մարինե։ Ես պարտականություններ ունեմ, ընկերություն, եղբայր, հեղինակություն։ Բայց դու արդեն կորցրել ես քեզ, ասաց Մարինեն, ձեռքը բարձրացնելով առաջին անգամ դիպչելով նրա դեմքին։ Հպումը էլեկտրական էր։ Դու արդեն կորցրել ես քեզ այն պահին, երբ որոշեցիր, որ ես բավականաչափ կարևոր եմ, որպեսզի քեզ զայրացնեմ, խանդ առաջացնեմ, վախեցնեմ։ Այնպես որ, դադարիր դրա դեմ պայքարել։ Լոնը բռնեց նրա ձեռքն իր դեմքին, փակելով աչքերը զգացողությունից։ Երկար մի պահ Մարինեն մտածեց, որ նա կհեռանա, որ կփակի դուռը նրա դեմքին կվերադառնա իր սառցե ամրոցը։ Բայց հետո նա արեց մի բան բոլորովին անսպասելի։ Քաշեց նրան սենյակ, փակեց դուռը, համբուրեց նրան շաբաթների ժխտման ու ճնշված ցանկության ողջ ուժգնությամբ։ Դա Մարինեի կյանքի առաջին համբույրն էր։ Եվ դա հենց այնպիսին էր, ինչպիսին նա միշտ պատկերացրել էր, որ պետք է լինի առաջին համբույրը։ Հուսահատ, խորը, փոխակերպող։ Երբ Մարինեն հաջորդ առավոտյան արթնացավ, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե որտեղ է։ Սենյակը հսկայական էր, մահճակալը չափազանց փափուկ, մի ծանր թկար իր գոտկատեղի շուրջ։ Դանդաղ շրջեց գլուխը, տեսավ Լոնին, որը քնած էր իր կողքին, դեմքը թուլացած մի ձով, որը նա երբեք չէր տեսել։ Առանց վերահսկողության դիմակի, առանց կոշտության, նա ավելի երիտասարդ էր թվում։ Ավելի մարդկային։ Նախորդ գիշերվա համբույրը ուժգին վերադարձավ նրա մտքին։ Ոչ, դա միայն համբույր չէր։ Շատ էին։ Համբույրներ, որոնք վերածվել էին խավարում շշնջացված խոստովանությունների։ Լոնը պատմել էր ծնողների վթարի գիշերվա մասին, թե ինչպես էր ստացել զանգը հիվանդանոցից, թե ինչպես էր հասել այնտեղ, պարզել, որ արդեն ուշ է։ Պատմել էր մի ընկերություն ստանձնելու բեռի մասին, որը նրան չէր հետաքրքրում, թե ինչպես էր ստիպված եղել ուժեղ լինել եղբոր համար, երբ ինքն էր կոտրված։ Իսկ Մարինեն պատմել էր իր բացակահոր դպրոցների մշտական փոփոխությունների, այն օրերի մասին, երբ արթնանում էր չկարողանալով անկողնուց վեր կենալ, այն դեղերի մասին, որոնք խմում էր տրամադրությունը կայունացնելու համար, ոչ ոքի համար բավարար չլինելու մշտական զգացողության մասին։ Նրանք արթուն էին մնացել մինչ լուսաբաց, պարզապես խոսելով, ճանաչելով միմյանց, քանդելով պատերը։ Եվ ինչ-որ պահի, հոգնած, քնել էին գրկախառնված։ Մարինեն փորձեց վեր կենալ, առանց նրան արթնացնելու, բայց Լոնիթը նրան հետ քաշեց։ Մի գնա, մրմնջաց նա, աչքերը դեռ փակ։ Ես պետք է աշխատեմ։ Ձեր աշխատողը պետք է իր գործն անի։ Լոնը բացեց աչքերը, նայեց նրան մի լարվածությամբ, որը ստիպեց նրա սիրտը արագ բաբախել։ Դու միայն իմ աշխատողը չես։ Ոչ անցած գիշերվանից հետո։ Ուրեմն ես ո՞վ եմ։ Լոնը կարծես պայքարում էր բառերի հետ։ Ձեռքը տարավ մազերի միջով, նստելով մահճակալին։ Մարինեն կարող էր տեսնել նրա մեջ տեղի ունեցող ներքին պատերազմը։ Պայքարը նրա մեջ, թե ինչ է զգում, ինչ է կարծում, որ պետք է զգա։ Չգիտեմ, վերջապես խոստովանեց նա։ Չգիտեմ, սա ինչ է։ Միայն գիտեմ, որ երբ դու մոտ չես, ես քեզ կարոտում եմ։ Եվ դա ինձ սարսափեցնում է։ Մարինեն դիպավ նրա դեմքին, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Պարտադիր չէ հիմա բոլոր պատասխաններն ունենալ, Լոն։ Պարզապես ինձնից մի փախիր։ Խոստացիր, որ չես փախչի։ Լոնը բռնեց նրա ձեռքն իր դեմքին, մի պահ Մարինեն մտածեց, որ նա կխոստանա։ Բայց հետո նրա արտահայտությունը փոխվեց։ Հեռավոր դարձավ։ Դիմակը սկսեց վերադառնալ։ Դու պետք է գնաս, ասաց նա, բաց թողնելով նրա ձեռքը։ Նախքան ինչ-որ մեկը կտեսնի։ Եվ դա այնպես էր, կարծես ինչ-որ մեկը սառը ջուր լցրեց նրա վրա։ Մարինեն զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց։ Լոն, այդպես մի արա։
Ինչ չանեմ։ Մի փակվիր։ Ոչ հիմա։ Ոչ այն ամենից հետո, ինչ մենք խոսեցինք։ Լոնը վեր կացավ մահճակալից, մեջքով շրջվելով դեպի նա։ Ես պետք է մտածեմ, Մարինե։ Այս ամենը շատ արագ է, շատ լարված։ Ինձ ժամանակ է պետք։ Մարինեն զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Վեր կացավ, ուղղեց խալաթը, քայլեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ վերջին անգամ շրջվեց դեպի նա։ Գիտես, որն է քո խնդիրը, Լոն։ Դու այնքան ես վախենում մարդկանց կորցնելուց, որ թույլ չես տալիս քեզ իսկապես ունենալ նրանց։ Եվ վերջում մինույն է մենակ ես մնում։ Բայց ընտրությամբ։ Ոչ թե ճակատագրով։ Նա դուրս եկավ սենյակից, փակեց դուռը, Լոնին մենակ թողնելով իր իսկ բառերի արձագանքի հետ։ Հաջորդ օրերը տանջանք էին։ Լոնը նորից սկսել էր նրան վերաբերվել այնպես, կարծես անտեսանելի լիներ։ Ավելի վատ, վերաբերվում էր այնպես, կարծես այդ գիշերը երբեք տեղի չէր ունեցել։ Մարինեն զգում էր, թե ինչպես է ցավն աճում իր կրծքում ամեն օր։ Լաց էր լինում լոգարանում, լաց էր լինում սենյակում, լաց էր լինում հագուստ ծալելիս։ Նրա տրամադրությունը բուռն տատանվում էր զայրույթի խորը տխրության մեջ։ Գագիկը ամեն ինչ նկատում էր։ Տեսնում էր նրա կարմրած աչքերը, տեսնում էր եղբոր ծնոտի լարվածությունը։ Տեսնում էր, թե ինչպես են երկուսը խուսափում նույն սենյակում լինելուց։ Եվ նա գիտեր։ Գիտեր, որ նրանց մեջ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Եվ որ Լոնը, ինչպես միշտ, փախել է։ Մի 5 շաբթի օր Գագիկը որոշեց գործել։ Գտավ Մարինեին այգում, նստած շատրվանի մոտի նստարանին, նայելով դատարկությանը։ Արի ինձ հետ պաղպաղակ ուտենք, ասաց նա, նստելով նրա կողքին։ Մարինեն զարմացած նայեց նրան։ Ինչ։ Պաղպաղակ։ Այն սառը, քաղցր բանը, որ մարդիկ ուտում են, երբ ուրախ են կամ տխուր։ Արի ինձ հետ։ Դու պետք է դուրս գաս այս առանձնատնից։ Գագիկ, չգիտեմ, դա լավ միտք է։ Լսիր, ես գիտեմ, որ քո Լոնի մեջ ինչ-որ բան է եղել։ Եվ գիտեմ, որ նա ինչ-որ հիմարություն է արել, որովհետև դա այն է, ինչ նա անում է։ Բայց դու չես կարող այստեղ փակվել, սպասելով, որ նա խելքի գա։ Դու արժանի ես երջանիկ լինելու, Մարինե։ Նույնիսկ եթե դա ընդամենը մի կեսօր լինի, պաղպաղակ ուտելիս։ Մարինեն մի պահ մտածեց։ Գագիկը ճիշտ էր։ Նա չէր կարող այնտեղ մնալ, ինքն իրեն տանջելով։ Եվ գուցե, միայն գուցե, մի փոքր դուրս գալը լավ աներ։ Լավ, համաձայնեց նա։ Գնանք պաղպաղակ ուտենք։ Գագիկի ժպիտն անկեղծ ու ջերմ էր։ Հրաշալի է։ 7-ին քեզ վերցնեմ։ Ես պատրաստ կլինեմ։ Այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Լոնը լսել էր ողջ խոսակցությունը գրասենյակի պատուհանից։ Եվ նրա մեջ ինչ-որ բան պայթեց։ Ոչ։ Թույլ չէր տալու։ Թույլ չէր տալու, որ նա դուրս գա Գագիկի հետ։ Չէր կորցնելու նրան սեփական եղբորը։ Երեկոյան 6:30-ին Լոնը ուժգին թակեց Գագիկի սենյակի դուռը։ Եղբայրը ժպիտով բացեց, արդեն պատրաստվելով դուրս գալ։ Պետք է, որ այսօր տանը մնաս, ասաց Լոնը առանց նախաբանի։ Ինչո՞վ։ Որովհետև պետք է քեզ հետ խոսեմ ընկերության որոշ հարցերի մասին։ Գագիկը խաչեց ձեռքերը։ Ախպեր, մենք կարող ենք ցանկացած ժամանակ խոսել։ Ես հիմա հանդիպում ունեմ։ Հետաձգիր։ Չեմ հետաձգելու։ Լոնը մի քայլ արեց սենյակ, ձայնը ցածր ու վտանգավոր։ Ես խնդրում եմ որպես եղբայր։ Այսօր տանը մնա։ Իսկ ես ասում եմ որպես եղբայր, որ դու ծիծաղելի ես, պատասխանեց Գագիկը։ Սա Մարինեի պատճառով է, այնպես չէ։ Դու խանդում ես, որ ես նրա հետ դուրս եմ գալիս։ Դա խանդ չէ։ Դա պաշտպանություն է։ Պաշտպանություն ինչից։ Ինձնից։ Ես քո եղբայրն եմ, Լոն։ Ես այստեղ չարագործը չեմ։ Դու չես հասկանում, գրեթե գոռաց Լոնը։ Դու չես հասկանում, թե ինչն է խաղասեղանին։ Ուրեմն բացատրիր, գոռաց Գագիկը պատասխան։ Բացատրիր, թե ինչու ես այդքան հուսահատ։ Բացատրիր, թե իրականում ինչ է կատարվում քո նրա մեջ։ Լոնը լռեց, շնչառությունը ծանր, բռունցքները սեղմված։
Եվ հետո մի շարժումով, որը ցնցեց երկուսին էլ, նա հրեց Գագիկին սենյակ դրսից փակեց դուռը բանալիով։ Լոն, ինչ գրողի տարած, Գագիկը բռունցքով հարվածեց դռանը։ Բաց արա այս դուռը։ Բաց արա այս դուռը հիմա։ Բայց Լոնն արդեն իջնում էր աստիճաններով, բանալին գրպանում, սիրտը անկանոն բաբախում էր։ Նա գիտեր, որ այն, ինչ արել էր, լրիվ անտրամաբանական էր։ Գիտեր, որ Գագիկը կատի իրեն դրա համար։ Բայց չէր կարողանում սթափ մտածել։ Կարողանում էր մտածել միայն Մարինեի մասին, որը դուրս է գալիս իր եղբոր հետ, ծիծաղում նրա հետ, գուցե համբուրում նրան։ Մարինեն սպասում էր հյուրասենյակում, հագին պարզ, բաց կապույտ զգեստ, որը գնել էր առաջին աշխատավարձով։ Թեթակի շպարվել էր արձակել մազերը։ Ամեն րոպե նայում էր ժամացույցին։ 7 7:05 7:10 7:10 նա բարձրացավ Գագիկի սենյակ թակեց դուռը։ Գագիկ, այնտեղ ես։ Մարինե, փառք Աստծո, նրա ձայնը խուլ լսվեց մյուս կողմից։ Քո խելագար եղբայրն ինձ այստեղ փակել է։ Բանալին վերցրու նրանից։ Գրպանումը կամ գրասենյակում պետք է լինի։ Մարինեն զգաց, թե ինչպես զայրույթը եռաց։ Փոթորկի պես իջավ աստիճաններով ներխուժեց Լոնի գրասենյակ, առանց թակելու։ Որտեղ է բանալին, պահանջեց նա։ Լոնը նայեց նրան աթոռից, արտահայտությունն անթափանց։ Ինչ բանալի։ Քո եղբոր սենյակի բանալին։ Դու նրան փակել ես։ Որտեղ է բանալին։ Նա այսօր դուրս չի գալու։ Մարինեն մոտեցավ սեղանին, երկու ձեռքերը դնելով դրա վրա։ Դու քեզ ո՞ն տեղն ես դրել։ Դու իրավունք չունես ինձ վերահսկելու։ Իրավունք չունես քո եղբորը վերահսկելու։ Իրավունք չունես որոշելու, թե ես ում հետ դուրս կգամ կամ չեմ գա։ Ես բոլոր իրավունքներն ունեմ, Լոնը վեր կացավ, թեքվելով սեղանի վրայով, մինչ նրանց դեմքերը սանտիմետրեր հեռու մնացին։ Ես ձեռքերս ծալած չեմ նստելու, մինչ դու դուրս ես գալիս եղբորս հետ, կարծես մեր միջ ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց ոչինչ տեղի չի ունեցել, Լոն։ Դու շատ պարզ հասկացրիր, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Դու փախար։ Դու թաքնվեցիր։ Դու ծածրիր, թե այդ գիշերը գոյություն չի ունեցել։ Որովհետ ես վախենում էի, մռնչաց նա։ Որովհետ երբեք ոչ ոքի նկատմամբ սա չեմ զգացել, չգիտեմ ինչ անել։ Որովհետ քեզ կորցնելու գաղափարն ինձ լրիվ կաթվածահար է անում։ Ուրեմն ինչու չես պայքարում ինձ համար, գոռաց Մարինեն պատասխան, արցունքները վերջապես թափվելով։ Ինչու ինձ չես ընտրում։ Ինչու չես դադարում այդքան վախենալ պարզապես ինձ ընտրում։ Հաջորդած լռությունը լի էր էլեկտրական լարվածությամբ։ Լոնը դանդաղ շրջանցեց սեղանը, Մարինեն մի քայլ հետ արեց, բայց նա շարունակեց մոտենալ, մինչ Մարինեն հենվեց պատին, առանց փախչելու տեղի։ Դու ուզում ես, որ ես քեզ ընտրեմ, ասաց նա խռպոտ ձայնով։ Դու ուզում ես իմանալ, թե ես իրականում ինչ եմ ուզում։ Այո։ Ես քեզ եմ ուզում, Մարինե։ Ես քեզ ամբողջությամբ եմ ուզում։ Քո յուրաքանչյուր քաոսային, լարված, անհնարին մասը։ Ես ուզում եմ արթնանալ քեզ հետ իմ կողքին։ Ուզում եմ լսել, թե ինչպես ես երգում տան մեջ։ Ուզում եմ քեզ գրկել վատ օրերին։ Ուզում եմ լինել այն մարդը, ում դու փնտրում ես, երբ մեկի կարիք ունես։ Ես քեզ ուզում եմ մի ծով, որը ինձ մինչ ոսկորներս վախեցնում է։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դա առաջին համբույրի պես չէր, հուսահատ ու բացահայտող։ Սա ուրիշ էր։ Սա պահանջ էր։ Սա նրա անխոս ասելն էր, որ նա իրենն է, իսկ ինքը նրանը, ուրիշ ոչինչ կարոր չէ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին։ Դու ինձ խելագարեցնում ես, շշնջաց Մարինեն։ Բարի գալուստ ակումբ։ Բայց դու դեռ պետք է ազատես եղբոր։ Լոնը ձեռքը տարավ մազերի միջով, գիտակցելով իր արածի խելագարությունը։ Գրպանից հանեց բանալին տվեց նրան։ Ասա նրան, որ շատ եմ ցավում։ Դու դա պետք է անձամբ ասես, վերցրեց բանալին Մարինեն։ Նա քո եղբայրն է, Լոն։ Նա քեզ սիրում է։ Նույնիսկ երբ դու հիմար ես։ Գիտեմ։ Մարինեն սկսեց դուրս գալ գրասենյակից, բայց Լոնը բռնեց նրա դաստակից։ Հետաձգիր պաղպաղակը։ Նա երկար նայեց Լոնին։ Խնդրում եմ։ Դա առաջին անգամն էր, որ նա լսում էր նրան խնդրում եմ ասելիս։
Առաջին անգամն էր, որ նրա աչքերում լիակատար խոցելիություն էր տեսնում։ Լավ, համաձայնեց նա։ Կհետաձգեմ։ Երբ Մարինեն ազատեց Գագիկին, նա տեսանելիորեն զայրացած էր։ Միջանցքում անցավ Լոնի կողքով, առանց նայելու, գնաց ուղիղ սենյակ, ուժգին շրխկացնելով դուռը։ Մարինեն բարձրացավ նրա հետից մեղմ թակեց։ Գագիկ, կարող եմ մտնել։ Դուռը բացվեց։ Գագիկը հիասթափության վիրավորանքի արտահայտություն ուներ։ Կներես, Մարինե։ Եղբայրս լրիվ հիմար է։ Գիտեմ։ Բայց նա փորձում է։ Ինչ է փորձում։ Ինձ փակված պահել, որ քեզ միայն իրեն պահի։ Մարինեն հոգոց հանեց։ Դա ավելի բարդ է։ Ես գիտեմ, որ ձեր մեջ ինչ-որ բան կա, Մարինե։ Կույր չեմ։ Եվ դա նորմալ է։ Իսկապես։ Բայց նա չի կարող պարզապես ինձ փակել ամեն անգամ, երբ խանդում է։ Դա նորմալ չէ։ Դա առողջ չէ։ Դու ճիշտ ես։ Եվ նա դա գիտի։ Գագիկ, նա կյանքում շատ բան է կորցրել։ Վախենում է ավելին կորցնելուց։ Բայց դա չի արդարացնում նրա արածը։ Գագիկը նետվեց մահճակալին, նայելով առաստաղին։ Դու ինձ դուր ես գալիս, Մարինե։ Շատ։ Եվ գուցե մեկ այլ կյանքում, այլ հանգամանքներում մեր մոտ ինչ-որ բան ստացվեր։ Բայց ես տեսնում եմ, թե ինչպես ես դու նրան նայում։ Եվ տեսնում եմ, թե ինչպես է նա քեզ նայում։ Նույնիսկ երբ դուք վիճում եք, նույնիսկ երբ ամեն ինչ խառնաշփոթ է, այնտեղ մի բան կա, որն իրական է։ Լարված է։ Վախեցնող է։ Բայց իրական է։ Մարինեն նստեց մահճակալի եզրին։ Կներես պաղպաղակի համար։ Գագիկը առանց հումորի ծիծաղեց։ Մի ուրիշ օր կգնանք։ Խոստանում եմ։ Բայց գուցե ավելի լավ է, որ նախ այս իրավիճակը լուծես եղբորս հետ։ Նախքան նա լրիվ կխելագարվի ինձ նկուղում կփակի։ Նա նկուղ ունի։ Թույլ մի տուր, որ եղբայրս իմանա, որ ունի։ Մարինեն ծիծաղեց, Գագիկը նույնպես, մի պահ ամեն ինչ ավելի քիչ բարդ թվաց։ Այդ գիշեր Մարինեն գնաց առանձնատան հետի լողավազան։ Պետք էր մտածել։ Պետք էր ընկալել այն ամենը, ինչ կատարվում էր։ Նստեց եզրին, ոտքերը ջրի մեջ, նայելով հեռվում երացող քաղաքի լույսերին։ Շատ չանցած, Լոնը հայտնվեց։ Նա նստեց նրա կողքին, պահպանելով փոքր հեռավորություն։ Գագիկը մի լավ խփեց ինձ, մի որոշ ժամանակ անց ասաց նա։ Դու արժանի էիր։ Գիտեմ։ Մի քանի րոպե լուռ մնացին, լսելով միայն ջրի ձայնը։ Ես նրան իմ տեղն եմ դրել, հանկարծ ասաց Լոնը։ Գագիկը պետք է հիմա այստեղ լիներ քեզ հետ։ Պաղպաղակ ու տեր։ Քեզ ծիծաղեցներ։ Լիներ այն հեշտ տղամարդու տեսակը, որը ես երբեք չեմ լինի։ Բայց ես եմ այստեղ։ Որովհետ չեմ կարողանում քեզնից հեռու մնալ։ Որովհետ նույնիսկ իմանալով, որ նա ավելի լավ կլիներ քեզ համար, ես չեմ կարողանում քեզ բաց թողնել։ Մարինեն շրջվեց դեպի նա։ Ես հեշտը չեմ ուզում, Լոն։ Ես իրականն եմ ուզում։ Ես քեզ եմ ուզում։ Քո բոլոր թերություններով, բոլոր վախերով, ողջ ներքին խառնաշփոթով։ Ես քեզ ուզում եմ հենց այնպիսին, ինչպիսին դու կաս։ Ես չգիտեմ, ինչպես դա անել։ Ինչպես լինել մեկի հետ։ Ինչպես կիսել իմ կյանքը։ Ուրեմն միասին կսովորենք։ Լոնը նայեց նրան, առաջին անգամ Մարինեն նրա աչքերում արցունքներ տեսավ։ Նա թույլ չտվեց, որ դրանք թափվեն, բայց դրանք այնտեղ էին։ Եվ հենց այդ ժամանակ նա հասկացավ, թե որքան դժվար էր դա նրա համար։ Թե որքան բան էր նշանակում նրա համար այս կերպ պաշտպանությունը իջեցնելը։ Նա մոտեցավ համբուրեց նրան։ Մեղմ։ Նուրբ։ Մի համբույր, որն անխոս ասում էր, որ ամեն ինչ լավ է։ Որ նրանք միասին կհասկանան դա։ Երբ բաժանվեցին, Լոնը ճակատը հենեց նրան։ Ես սիրահարված եմ քեզ, Մարինե Կարապետյան։ Լրիվ։ Անուղղելիորեն։ Սիրահարված։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը պայթեց կրծքում։ Դա առաջին անգամն էր, որ նա ասում էր։ Առաջին անգամն էր, որ բառերով արտահայտում էր այն, ինչ երկուսն էլ զգում էին։ Ես էլ եմ սիրահարված քեզ, Լոն Թադոսյան։ Նույնիսկ որ դու անհնարին ես։
Հատկապես որովհետ ես անհնարին եմ, ուղեց նա գրեթե ժպիտով։ Եվ հետո նա հասկացավ. նա ժպտում էր։ Դա փոքր, գրեթե աննկատ ժպիտ էր, բայց այն կար։ Սառցե մարդը հալվում էր։ Քիչ, բայց հալվում էր։ Բայց հետո Լոնի արտահայտությունը նորից լրջացավ։ Մի բան կա, որ պետք է խնդրեմ քեզ։ Ինչ։ Ամուսնացիր ինձ հետ։ Մարինեն թարթեց։ Ինչ։ Գիտեմ, որ խելագարությունը։ Գիտեմ, որ մենք հազիվ ենք սկսել։ Բայց ես քեզ որպես ընկերուհի չեմ ուզում։ Քեզ որպես սիրավեպ չեմ ուզում։ Ես քեզ որպես կին եմ ուզում։ Քեզ ընդմիշտ եմ ուզում։ Այնպես որ, ամուսնացիր ինձ հետ։ Լոն, դու խելագարվել ես։ Մենք իրար ճանաչում ենք 2 ամսից էլ քիչ։ Եվ ես արդեն գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանամ։ Գիտեմ, որ դու ինձ ստիպում ես ողջ զգալ։ Գիտեմ, որ երբ դու մոտ չես, ես ինձ թերի եմ զգում։ Գիտեմ, որ ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել։ Այնպես որ, ամուսնացիր ինձ հետ։ Մարինեն զգաց, թե ինչպես գլուխը պտտվեց։ Ամեն ինչ այնքան արագ էր, այնքան լարված, այնքան անհնարին։ Բայց մինույն ժամանակ իմաստ ուներ։ Սարսափեցնող կատարյալ իմաստ։ Բայց նախքան նա կկարողանար պատասխանել, Լոնը կտրուկ վեր կացավ։ Ոչ։ Մոռացիր։ Հիմարություն էր։ Շատ արագ։ Կներես։ Եվ նա սկսեց հեռանալ, զրահը վերադառնում էր իր տեղը։ Լոն, սպասիր, կանչեց Մարինեն։ Բայց նա չկանգնեց։ Նա արեց այն, ինչ միշտ անում էր, երբ չափից շատ էր զգում։ Փախավ։ Մարինեն ամբողջ գիշեր արթուն մնաց, մտքում վերանայելով ամեն ինչ։ Ամուսնության իմպրովիզացված առաջարկը։ Լոնի փախուստը դրանից անմիջապես հետո։ Այն ձև, որով նա կարծես միշտ լինում էր լիովին հանձնվելու էլ ավելի բարձր պատեր կառուցելու սահմանին։ Նա ուժասպառ էր։ Ուժասպառ, փորձելով հասկանալ մի մարդու, որն ինքն իրեն էլ չէր հասկանում։ Առավոտյան, երբ իջավ խոհանոց, գտավ Գագիկին, որը մենակ սուրճ էր խմում։ Նա նայեց Մարինեին, անմիջապես հասկացավ նրա վիճակը։ Վատ գիշեր։ Դու անգամ չես պատկերացնի, Մարինեն սուրճ լցրեց, նստելով սեղանի շուրջ։ Եղբայրդ երեկ ինձ ամուսնության առաջարկ արեց։ Գագիկը թքեց սուրճը, որը խմում էր։ Նա ինչ արեց։ Ամուսնության առաջարկ արեց։ Եվ հետո փախավ, կարծես ուրվական տեսած լիներ։ Գագիկը ձեռքը տարավ դեմքին, անհավատությամբ։ Այս մարդը անհույս դեպք է։ Գիտեմ։ Իսկ դու ինչ ասացիր։ Ես ժամանակ չունեցա ոչինչ ասելու։ Նա փախավ առաջ։ Գագիկը երկար նայեց նրան։ Բայց եթե ժամանակ ունենայիր, ինչ կասեիր։ Մարինեն խառնեց սուրճը, մտածկոտ։ Կարծում եմ, կասեի այո։ Եվ դա ինձ այնքան է վախեցնում, որքան նրան։ Որովհետև դա խելագարություն է, Գագիկ։ Լրիվ ամտություն է ամուսնանալ մեկի հետ, ում այդքան քիչ ես ճանաչում։ Բայց մինույն ժամանակ դա միակ բանն է, որ իմաստ ունի։ Գագիկը հոգոց հանեց։ Լսիր, ես քեզ հետ անկեղծ կլինեմ։ Եղբայրս բարդ մարդ է։ Նա փակ է, վերահսկող, ավելի շատ տրավմաներ ունի, քան որևէ հնդկական սերիալ։ Բայց նա լավագույն մարդն է, ում ես ճանաչում եմ։ Երբ մեր ծնողները մահացան, նա նոր էր ընդունվել Լոնդոնի մագիստրատուրա։ Դա նրա երազանքն էր։ Բայց թողեց ամեն ինչ, ստանձնելու ընկերությունը իմ մասին հոգ տանելու։ Նա զոհաբերեց այն կյանքը, որն ուզում էր, պատասխանատվության համար։ Եվ այդ ժամանակվանից ի վեր երբեք ինքն իրեն թույլ չի տվել ինչ-որ բան ցանկանալ իր համար։ Մինչ դու հայտնվեցիր։ Մարինեն զգաց, թե ինչպես աչքերն այրվեցին։ Ինչու ես ինձ սա պատմում։ Որովհետև ուզում եմ, որ հասկանաս, որ երբ նա քեզ ամուսնության առաջարկ է անում, նույնիսկ իր խառնաշփոթ ձով, դա ամենալուրջ բանն է, որ նա երբե արել է կյանքում։ Լոնը ոչինչ կիսատ չի անում։ Եթե նա քեզ որպես կին է ուզում, դա նշանակում է, որ նա իսկապես ուզում է քեզ հետ կյանք կառուցել։ Իսկ եթե նա մտափոխվի։ Իսկ եթե նորից փախչի։ Գագիկը ծուռ ժպտաց։ Այդ դեպքում դու վազում ես նրա հետից հետ ես քարշ տալիս։ Որովհետև այդպես է լինում, երբ սիրում ես անհնարին մեկին։
Դու պայքարում ես։ Դու չես հանձնվում։ Նույնիսկ երբ դժվար է դառնում։ Մարինեն ժամանակ չունեցավ պատասխանելու, որովհետև Լոնը այդ պահին մտավ խոհանոց։ Նա կանգ առավ, տեսնելով երկուսին խոսելիս, արտահայտությունը փակ։ Առանց բան ասելու, վերցրեց մի բաժակ սուրճ շրջվեց դուրս գալու։ Լոն, կանչեց Գագիկը։ Մենք պետք է խոսենք։ Ոչ հիմա։ Այո, հիմա։ Լոնը կանգնած մնաց մեջքով, ուսերը լարված։ Մարինեն վեր կացավ, զգալով, որ այդ խոսակցությունը պետք է եղբայրների միջ լինի, բայց Գագիկը նրան կանգնեցրեց մի ժեստով։ Մնա։ Սա քեզ էլ է վերաբերում։ Լոնը վերջապես շրջվեց, հայացքը Գագիկից Մարինեին տեղափոխելով։ Ինչ ես ուզում, Գագիկ։ Ես վաղն առավոտյան գնում եմ, հանգիստ ասաց Գագիկը։ Վաղ առավոտյան։ Հաջորդ շաբաթ շրջագայություն է սկսվում, պետք է պատրաստվեմ։ Լոնը ոչինչ չասաց, բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Բայց գնալուց առաջ շարունակեց Գագիկը, ես պետք է, որ դու մի բան իմանաս։ Ինձ դուր է գալիս Մարինեն։ Շատ։ Նա հրաշալի է, զվարճալի, լարված, իրական։ Եվ ես մտածեցի, մի կարճ պահ, որ գուցե կարող էի նրա հետ ինչ-որ բան ունենալ։ Բայց հետո հասկացա, որ նրա սիրտն արդեն զբաղված է։ Քեզնով։ Եվ դա նորմալ է։ Որովհետև ես էլ եմ քեզ սիրում, ախպեր։ Եվ ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Բայց մի պայման կա։ Ինչ պայման, հարցրեց Լոնը զգուշավոր ձայնով։ Դու 24 ժամ ունես որոշելու, թե իրականում ինչ ես ուզում։ 24 ժամ որոշելու, թե պայքարելու ես նրա համար, թե շարունակելու ես փախչել։ Որովհետև եթե դու չորոշես, եթե շարունակես այսպես մնալ, չմնալ, ես կպայքարեմ նրա համար։ Իսկապես։ Ես ցույց կտամ նրան, թե ինչ է նշանակում սիրված լինել առանց վախի, առանց կապանքների, առանց փախուստների։ Եվ այն ժամանակ եղբայրս, դու կկորցնես լավագույն բանը, որ երբե պատահել է քեզ հետ, զուտ վախկոտության պատճառով։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Լոնը անշարժ նայում էր եղբորը, ընկալելով բառերը։ Մարինեն սառել էր, սիրտը անկանոն բաբախում էր։ 24 ժամ, կրկնեց Գագիկը։ Այս պահից սկսած։ Եվ հետո նա դուրս եկավ խոհանոցից, Լոնին Մարինեին մենակ թողնելով այդ վերջնագրի ծանրության տակ։ Լոնը բաժակը դրեց լվացարանի մեջ անհրաժեշտից ավելի ուժգին։ Ձայնն արձագանքեց խոհանոցում։ Նա կանգնած մնաց այնտեղ, մեջքով դեպի Մարինեն, ուսերը բարձրանում իջնում էին ծանր շնչառությունից։ Լոն, սկսեց Մարինեն, բայց նա ընդհատեց։ Ոչ։ Ոչ հիմա, Մարինե։ Ես պետք է մտածեմ։ Եվ նա նույնպես դուրս եկավ, նրան մենակ թողնելով խոհանոցում, կրծքում հսկայական դատարկությամբ։ Հաջորդ 24 ժամը Մարինեի կյանքի ամենաերկարն էին։ Նա փորձում էր զբաղվել տան գործերով, բայց չէր կարողանում կենտրոնանալ։ Նույն սենյակը 2 անգամ էր մաքրում։ Կերակուրն այրում էր։ Իրեր էր գցում։ Նրա տրամադրությունը տատանվում էր հույսի հուսահատության մեջ։ Լոնը փակվեց գրասենյակում։ Անգամ ճաշի դուրս չեկավ։ Մարինեն երբեմն լսում էր այնտեղից իրեր նետելու ձայն։ Լսում էր այս ու այն կողմ քայլելու ձայներ։ Պատկերացնում էր նրան այնտեղ, մղելով այն ներքին պատերազմը, որը միշտ մղում էր։ Գագիկ նորն անցկացրեց իրերն հավաքելով, ճամպրուկները պատրաստելով։ Նա գտավ Մարինեին այգում նստած կեսօրին, ծնկները գրկած։ Լավ ես։ Ոչ, անկեղծ պատասխանեց Մարինեն։ Սարսափած եմ։ Նա ճիշտ ընտրություն կկատարի, նստեց նրա կողքին Գագիկը։ Եղբայրս շատ բան է, բայց հիմար չէ։ Իսկ եթե չընտրի։ Իսկ եթե վախն ավելի մեծ լինի։ Այդ դեպքում նա ստիպված կլինի ապրել դրա հետ։ Իսկ դու ստիպված կլինես առաջ շարժվել։ Որովհետև դու արժանի ես մեկին, ով քեզ կընտրի, Մարինե։ Ամեն օր։ Առանց տատանվելու։ Մարինեն գլուխը դրեց նրա ուսին։ Շնորհակալ եմ, Գագիկ։ Ամեն ինչի համար։ Նա համբուրեց նրա գլուխը, եղբայրական համբույրով։ Դու լավ կլինես։ Ինչ էլ պատահի։ Դու լավ կլինես, որովհետև չափազանց ուժեղ ես, որ լավ չլինես։ Երբ գիշերն իջավ, Մարինեն գնաց իր սենյակ։ Այլս չէր կարողանում դիմանալ լարվածությանը։
Լոգանք ընդունեց, հագավ գիշերազգեստը պառկեց մահճակալին, նայելով առաստաղին։ Ժամերը դանդաղ էին անցնում։ Կեսգիշեր։ Գիշերվա 1-ը։ Գիշերվա 2-ը։ Նա գրեթե քնում էր, երբ լսեց դռան մեղմ թակոց։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Վեր կացավ, բացեց դուռը, գտավ Լոնին մյուս կողմում։ Նա ուրիշ էր։ Մազերը խառնված, չսափրված, աչքերը կարմիր, կարծես լաց էր եղել։ Հագին միայն շապիկ էր սպորտային տաբատ։ Խոցելի էր թվում։ Մարդկային։ Իրական։ Ես ամբողջ օրը մտածում էի, սկսեց նա խռպոտ ձայնով։ Մտածում էի բոլոր այն պատճառների մասին, թե ինչու սա չպետք է ստացվի։ Մտածում էի, թե որքան տարբեր ենք մենք։ Թե որքան վաղ է։ Թե ինչպես ես չգիտեմ լինել այն, ինչ քեզ պետք է։ Եվ ես մի եզրակացության եկա։ Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց, պատրաստվելով վատթարագույնին։ Եզրակացությունն այն է, որ դա կարևոր չէ, շարունակեց Լոնը, մի քայլ մոտենալով։ Կարևոր չէ, որ վաղ է։ Կարևոր չէ, որ մենք տարբեր ենք։ Կարևոր չէ, որ ես չգիտեմ ինչպես դա ճիշտ անել։ Որովհետև դրանցից ոչ մեկը չի փոխում այն փաստը, որ ես քեզ սիրում եմ։ Դրանցից ոչ մեկը չի փոխում այն փաստը, որ երբ արթնանում եմ, դու իմ առաջին միտքն ես։ Երբ քնում եմ, դու իմ վերջինն ես։ Դրանցից ոչ մեկը չի փոխում այն փաստը, որ դու դարձել ես իմ տիեզերքի կենտրոնը, ես այլևս չգիտեմ ինչպես ապրել առանց քեզ դրանում։ Արցունքները սկսեցին թափվել Մարինեի դեմքով։ Այնպես որ ես այստեղ եմ, ասաց Լոնը, հետո նրա լիակատար ցնցման համար նա ծնկի իջավ։ Ես այստեղ եմ, քո դիմաց, առանց զրահի, առանց պաշտպանության, խնդրում եմ։ Ինձ մի շանս տուր։ Ինձ շանս տուր լինելու այն տղամարդը, որին դու արժանի ես։ Չեմ խոստանում, որ հեշտ կլինի։ Չեմ խոստանում, որ սխալներ չեմ անի։ Բայց խոստանում եմ, որ ամեն օր կպայքարեմ ավելի լավը լինելու համար։ Խոստանում եմ, որ քեզ կընտրեմ։ Միշտ։ Ցանկացած իրավիճակում։ Ամուսնացիր ինձ հետ, Մարինե Կարապետյան։ Թույլ տուր կյանքիս մնացած մասն անցկացնեմ, փորձելով քեզ երջանիկ դարձնել։ Նա գրպանից մի տուփ հանեց, բացահայտելով մի մատանի ադամանդով, որը փայլում էր նույնիսկ միջանցքի կիսախավարում։ Մարինեն ձեռքերով փակեց բերանը, հեկեկալով։ Այո, կարողացավ ասել նա արցունքների միջից։ Այո, այո, 1000 անգամ այո։ Լոնը վեր կացավ, նրան քաշեց ամուր գրկի մեջ, երկուսն էլ լաց եղան։ Լաց եղան մինչ այդ հասնելու դժվար ճանապարհի համար։ Լաց եղան հաղթահարված վախի համար։ Լաց եղան այդ պահի սարսափեցնող կատարյալ երջանկության համար։ Երբ վերջապես բաժանվեցին, Լոնը մատանին դրեց նրա մատին։ Կատարյալ համապատասխանում էր։ Իհարկե, համապատասխանում էր։ Կարծես հենց նրա համար էր ստեղծված։ Ինչպես գիտեիր չափսը, հարցրեց Մարինեն դեռ ապշած։ Ես խոհարարուհուն հարցրի։ Նա ինձ կսպաներ, եթե իմանար, որ ասել եմ, բայց նա պահել էր մի մատանի, որը դու մի անգամ լվացարանի մոտ էիր թողել։ Մարինեն ծիծաղեց արցունքների միջից։ Դու սա պլանավորել էիր։ Այն օրվանից, երբ դու խավարասերի պատճառով ընկար վրաս, խոստովանեց Լոնը, բութ մատներով սրբելով նրա դեմքի արցունքները։ Ես պարզապես չափազանց վախենում էի խոստովանելուց։ Հիմար։ Քո հիմարը, ուղեց նա, հետո համբուրեց նրան մի մարդու ողջ ուժգնությամբ, ով վերջապես ինքն իրեն թույլ էր տվել սիրել։ Գագիկը, որը թաքնված հետում էր միջանցքի վերջից, ժպտաց վերադարձավ իր սենյակ։ Առաքելությունը կատարված էր։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց։ Դա մտերմիկ արարողություն էր առանձնատան այգում, միայն մտերիմ մարդկանցով։ Գագիկը խաչեղբայրն էր։ Խոհարարուհին հարսից ավելի շատ լաց եղավ։ Մարինեն հագել էր պարզ, բայց գեղեցիկ զգեստ, Լոնը չէր կարողանում դադարել նայել նրան։ Ամբողջ արարողության ընթացքում։ Երբ քահանան հարցրեց, թե արդյոք Լոնն ընդունում է Մարինեին որպես կին, նա չտատանվեց։ Ընդունում եմ։ Ընդմիշտ։ Եվ երբ նույն հարցը տվեցին Մարինեին, նա պատասխանեց հսկայական ժպիտով։ Ընդունում եմ։ Նույնիսկ որ նա անհնարին է։ Հյուրերը ծիծաղեցին, Լոնը աչքերը տնկեց, բայց ժպտաց։ Այն ժպիտը, որը դեռ հազվադեպ էր, բայց հիմա ավելի հաճախ էր հայտնվում։
Ամուսնության առաջին տարիները մշտական ուսուցման գործընթաց էին։ Լոնը սովորեց խոսել իր զգացմունքների մասին, չփախչել, երբ իրավիճակը լարվում էր, ընդունել այն քաոսը, որը Մարինեն բերում էր։ Մարինեն սովորեց ճանաչել, երբ նրան տարածք էր պետք, հասկանալ, որ սերը կատարելություն չի նշանակում, ընդունել, որ որոշ օրեր ավելի դժվար են, քան մյուսները։ Նրանք վիճում էին։ Շատ վիճում էին փոքր-մեծ բաների շուրջ։ Այն մասին, թե ինչպես է նա դեռ փորձում ամեն ինչ վերահսկել։ Այն մասին, թե ինչպես է նա երբեմն կորչում սեփական զգացմունքների մեջ։ Բայց միշտ, վերջում վերադառնում էին միմյանց։ Որովհետև խոստացել էին։ Ընդմիշտ։ Եվ նրանք լուրջ էին վերաբերվում խոստումներին։ Առաջին երեխան ծնվեց ամուսնությունից 2 տարի անց։ Տղա։ Պետրոս։ Նա մոր աչքերն ուներ հոր բնավորությունը։ Լոնը գրկում էր այդ փոքրիկ երեխային լաց էր լինում, որովհետև ծնողների կորստից հետո առաջին անգամ զգում էր, որ նորից ընտանիք ունի։ Դուստրը ծնվեց 1.5 տարի անց։ Կլարա։ Նա մաքուր քաոս էր։ Ճիշտ մոր պես։ Բարձր լաց էր լինում, ավելի բարձր ծիծաղում, ամեն ինչ զգում էր լիարժեք ուժգնությամբ։ Լոնը սովորեց, որ սերն այն է, երբ գիշերը 3 անգամ արթնանում ես մի երեխայի պատճառով, որը չի դադարում լաց լինել, դա քեզ չի անհանգստացնում, որովհետև նա քոնն է, դու պետք է հոգ տանես։ Երրորդը անակնկալ էր։ Մեկ այլ տղա։ Անունը դրեցին Լուկաս։ Նա երեքից ամենահանգիստն էր, դիտող, մտածկոտ։ Լոնն իրեն էր տեսնում այդ տղայի մեջ, հատուկ սովորեցնում էր նրան, որ զգալը նորմալ է, որ պետք չէ ամեն ինչ ներսում պահել։ Առանձնատունը, որը նախկինում լռության թանգարան էր, վերածվեց զվարճանքի այգու։ Ամենուր խաղալիքներ էին սփռված։ Պատերին նկարներ, որոնց համար Լոնը ծածնում էր, թե զայրացած է, բայց գաղտնի սիրում էր։ Ծիծաղ, ճիչեր, երաժշտություն։ Այնքան շատ երաժշտություն։ Մարինեն ամեն օր երգում էր երեխաների համար, Լոնը երբեմն նկատում էր, որ ինքն էլ է մեղմորեն երգում, երբ կարծում էր, թե ոչ ոք չի լսում։ Գագիկը միշտ այցելում էր։ Նա սիրելի քեռին էր, որը չափազանցված նվերներ էր բերում երեխաներին տանում արկածների, որոնք անհանգստացնում էին Մարինեին վաղաժամ սպիտակեցնում Լոնի մազերը։ Եվ մի շաբաթ օր, ամուսնությունից 5 տարի անց, տեղի ունեցավ միջադեպ, որը դարձավ ընտանեկան լեգենդ։ Լոնը գրասենյակից շուտ եկավ տուն գնաց ուղիղ Մարինեին փնտրելու, պատմելու մի գործարքի մասին, որը փակել էր։ Բարձրացավ աստիճաններով, լսեց աղմուկ միջանցքից, շրջվեց անկյունից միայն տեսնելու Գագիկին, ընկած հատակին, առանց վերնաշապիկի, նոր սպասուհու վրա, որին նախորդ շաբաթ էին աշխատանքի ընդունել։ Աղջիկը ճչաց։ Գագիկը փորձեց ինչ-որ բան բացատրել թաց սրբիչի սխալ դռան մասին։ Լոնը պարզապես նայում էր եղբորը մի արտահայտությամբ, որը պարզ ասում էր՝ լուրջ։ Մարինեն հայտնվեց նրա հետից, տեսավ տեսարանը, սկսեց ծիծաղել։ Ծիծաղել այնքան, որ ստիպված եղավ հենվել պատին։ Դեժավյու է, կարողացավ ասել նա ծիծաղի միջից։ Կատարյալ դեժավյու։ Լոնը նայեց նրան, տեսավ իրավիճակի հումորը, առաջին անգամ թույլ տվեց իրեն նույնպես ծիծաղել։ Իսկապես ծիծաղել։ Բարձր։ Ազատ։ Երեխաները վազելով եկան, տեսնելու, թե ինչն է այդքան զվարճալի։ Շունը, որին Մարինեն պնդել էր որդեգրել, նույնպես հաչեց։ Եվ այնտեղ, այդ միջանցքում, լի մարդկանցով, աղմուկով, խառնաշփոթով, Լոնը մի բան հասկացավ։ Նա երջանիկ էր։ Լիովին։ Անհավանականորեն։ Երջանիկ։ Նայեց Մարինեին, որը գրկել էր Կլարային, փորձելով Պետրոսին բացատրել, թե ինչու է քեռի Գագիկն առանց վերնաշապիկի մի աղջկա վրա հատակին։ Նայեց Լուկասին, որը գիտական հետաքրքրությամբ հետում էր ամեն ինչին։ Նայեց Գագիկին, որը վերջապես կարողացել էր ոտքի կանգնել, փորձում էր վերականգնել որոշ արժանապատվություն։ Եվ հասկացավ, որ սա այն կյանքն էր, որը միշտ ուզել էր, բայց երբեք չգիտեր ինչպես խնդրել։ Լիարժեք կյանք։ Աղմկոտ կյանք։ Իրական կյանք։ Այդ գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, որը տեց 2 ժամ, որովհետև Պետրոսը պնդեց մեկ հեքիաթ, Կլարան չէր ուզում բաց թողնել շանը, իսկ Լուկասը պետք է 20 հարց տար, թե ինչու են աստղերը փայլում, Լոնը վերջապես նետվեց մահճակալին Մարինեի կողքին։ Ես ուժասպառ եմ, մրմնջաց նա։ Բարի գալուստ հայրություն։ Լոնը շրջվեց կողքի, նայելու նրան։
Այն կնոջը, որը փոթորկի պես մտել էր իր կյանք ամեն ինչ գլխիվայր շուռ տվել։ Այն կնոջը, որը նրան սովորեցրել էր, որ հնարավոր է զգալ առանց կոտրվելու, որ հնարավոր է սիրել առանց կորցնելու, որ հնարավոր է լինել խոցելի մի նույն ժամանակ ուժեղ։ Շնորհակալ եմ, ասաց նա հանկարծ։ Ինչի՞ համար, որ ինձնից չհրաժարվեցիր, որ ինձ ստիպեցիր ավելի լավը լինելու ցանկություն ունենալ, որ ինձ ընտանիք տվեցիր, որ ինձ կյանք տվեցիր։ Մարինեն ժպտաց, դիպչելով նրա դեմքին։ Դու ինձ նույնպես այդ ամենը տվեցիր։ Ինձ պատկանելու տեղ տվեցիր։ Իսկական սեր տվեցիր։ Ինձ 3 բացարձակ խենթ երեխա տվեցիր, որոնց աշխարհում ամեն ինչից շատ եմ սիրում։ 4, ուղեց Լոնը։ 3 երեխա։ Դու որպես երեխա չես հաշվվում։ Ես այս տան ամենամեծահասակն եմ։ Մարինեն ծիծաղեց։ Սերս, դու անցած շաբաթ լաց էիր լինում Նեմոյին փնտրելիս ֆիլմը դիտելիս։ Ձուկը գորել էր, Մարինե։ Հայրը հուսահատված էր։ Նա համբուրեց նրան, ծիծաղելով նրա շուրթերին։ Սիրում եմ քեզ, Լոն Թադոսյան։ Նույնիսկ որ դրամատիկ ես։ Սիրում եմ քեզ, Մարինե Թադոսյան։ Հատկապես որ քաոսային ես։ Նրանք գրկախառնված մնացին սենյակի լռության մեջ, լսելով տան ձայները։ Շունը խռմփացնում էր միջանցքում։ Մի երեխա շարժվում էր քնի մեջ հարան սենյակում։ Քամին ծառերի մեջ դրսում։ Եվ Լոնը, այն մարդը, որը մի ժամանակ կարծում էր, թե սերը կորուստ է, մտերմությունը թուլություն, զգալը վտանգավոր, վերջապես հասկացավ ճշմարտությունը։ Սերը կորցնելը չէր։ Սերը շահելն էր։ Շահել մի կյանք, որն արժեր ապրել։ Շահել պահեր, որոնք արժեր հիշել։ Շահել մի մարդու, որի համար արժեր պայքարել։ Եվ մինչ քնում էր Մարինեի գրկում, Լոնը լուռ խոստում տվեց։ Շարունակելու էր ավելի լավը լինել։ Շարունակելու էր սիրել։ Շարունակելու էր պայքարել։ Որովհետ նա արժանի էր։ Որովհետ երեխաներն արժանի էին։ Որովհետ ինքն արժանի էր։ Իսկ դրսում, պատշգամբում, Գագիկը նայում էր աստղերին գարեջուրը ձեռքին, ժպտալով։ Նրա առաքելությունն ավարտված էր։ Եղբայրը երջանիկ էր։ Մարինեն երջանիկ էր։ Իսկ ինքը դեռ փորձում էր նոր սպասուհուն բացատրել, որ այդ ամենը հսկայական թյուրիմացություն էր։ Բայց դա արդեն ուրիշ պատմություն էր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լոնի Մարինեի պատմությունը հուզեց ձեզ։ Եթե դուք ոգեշնչվեցիք սիրո հաղթահարման փոխակերպման այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումները, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում։ Գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամուսնության առաջարկը։ Եղբայրների հարաբերությունները։ Այն, թե ինչպես սերը փոխեց Լոնին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, պատմություններ, որոնք խոսում են քաջության, խոցելիության, սիրելու թույլտվության գեղեցկության մասին, նույնիսկ երբ դա վախեցնող է։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները։ Մինչ այդ, հիշեք, իսկական սերը կատարյալ չէ, բայց իրական է, դրա համար միշտ արժե պայքարել։